Ինչի համար եք մասնակցում ակցիային։ Անհնարավոր չմասնակցենք ակցիային։ Մենակ զարմանում եմ, որ Եվրոպայից, տարբեր Կանադայից եկել են հետաքրքիր է պաշտպանելու են այս էֆենդու շահերը, հա, որ ինքը անցնի, որպես ինչ անցնի, հա, տարելա 10,000-ից ավել երեխեքին տարավ լցրեց եռաբլուր։ Հիմա այստեղ հուշահամալիրի հարցն է դրա հարցականի տակ։ Ինչի համար, երկու անգամ ընտրվել ես ոչ բարով, ինչ ես արել, քանդել ես երկիրս, ինչի համար ես գալիս իշխանության։ Եվրախորհրդից էլ որ այդքան հավաք է բերել ես ինչ անես, բերել ես որ քո շահերը պաշտպանես, մենք պետք է իրան ոչ մի ձայն չտանք, ամբողջ ժողովուրդը պետք է ոտի կանգնի մի մարդու նման։ Այսօր չպետք է ասեին, այսօր ստե շոքա, չգիտեմ ինչա բան, բոլորս պետք է գանք ու սրա հենց հիմա իրանք որ դուրս եկան, մենք բոլորս իրանց պետք է հատուկ այս պլակատներով ամեն ինչով պետք է մոտենանք իրանց, բացատրենք, ինքը այլ ձև է ներկայացնում, բոլորովին այլ ձև, իսկ այդ մեր դեսպանատան աշխատողները, մեր դեսպանները, այդ ձերի փող ստացողները, իրանք ոչ մի բան չեն ասում, իսկ Եվրոպան կույր է, չի տեսնում այստեղ ինչա կատարվում, միթե ինքը չի տեսնում, որ այդ 10,000-ը ինքը տարավ լցրեց հողը, ոչ մի առաջընթաց, 8 տարվա մեջ մենք ոչ մի առաջընթաց չեն գրանցել, ինքը ամբողջ դատարկում է այդ սահմանամերձ շրջանները, հայը որտեղ հայտնվել է դպրոց եկեղեցի, ինքը այսօր եւ դպրոցն է կանդում եւ եկեղեցին է կանդում, այս ստոր, այ փչացած, այ սպիդ, այ այլասերված, դու ես ինչ ես որ դու դրել ես Հայաստան այսօր հարցականի տակ, այ թուրք, ինչ ես ուզում դու ես ժողովրդից, այ փաշողլու, այ էֆենդի, քեզ ինչ ասենք որ մեր սիրտը հանգստանա, ես ամեն օր ափսոսում եմ այդ մայրերի, զոհվածների, այդ երեխեքի մայրերը, որտեղ կորուս մայրերը, այդ որ ես եմ ամեն օր քնում, գլխացավով արթնանում, բան նրանք ինչ ասեն, ինչ ասի այդ մայրը, 18 տարեկան տվեց քեզ, տվեց որ այդ երեխեքին սենց քո ուզածով էլի ինչ ուզեցիր նենց արեցիր էլի քո երեխեքի հետ ինչ ես որ խալք երեխեքի հետ ինչ ելնեիր ես ասում եմ խալքը որովհետև դու չդիտեցիր դրանց քո երեխեքը դու պետք է երեխեքի ցավով ու հոգսով ապրեիր բայց դու նես չապրեցիր